Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախկին հոգևորական եք, բայց մենք տեսնում ենք, որ դուք ի աջակցություն եկեղեցու եք, հանդես եք գալիս տարբեր հայտարարություններով, այսօր այստեղ եք ի աջակցություն Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի, ինչ է կատարվում եկեղեցու շուրջ հիմա։ Եվ ինչու է կատարվում։ Եկեղեցու շուրջ կատարվում է այն, ինչ մենք տեսնում ենք, փաստում ենք ամեն օր, սա թշնամանք է եկեղեցու նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այս պահին կալանավորված սրբազանների եպիսկոպոսների թիվը 3-ն է եւ այժմ Արշակ սրբազանի դատավարությունն է գնում եւ ամենայն հավանականությամբ Մասիս Մելքոնյանի կատարմամբ սրբազանը եւս կմնա կալանքի տակ, կարծում եմ, ես այդպես եմ մտածում, որովհետեւ իրենց սրտի դատավորն է բնականաբար պիտի լինի, հայ եկեղեցու վերաբերյալ այս թշնամանքը ես կարծում եմ, որ ուղղորդված թշնամանք է թշնամի երկրի կողմից եւ այն ի կատար է ածվում այսօրվա իշխանությունների կողմից, որովհետեւ այս մասշտաբի թշնամական վերաբերմունք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երբևէ չի եղել։ Եվ մենք այսօր տեսնում ենք այնպիսի բաներ, որ սա ուղղակի փորձ է հայ առաքելական եկեղեցին կոտրելու, գլխատելու եւ վերջնականապես տանելու կործանման։ Մենք տեսանք, որ 10 բարձրաստիճան հոգևորականներ իրենց հայտարարությամբ միացան վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այս ընթացքում նաեւ քննարկվում է, որ տարբեր կոմպրոմատներ կան նրանց նկատմամբ, արդյոք նրանց այս քայլը եւ այս հայտարարությունը կհաջորդի նրան, որ նրանք կարգալույծ արվեն կամ նրանց այդ քայլը արժանի է որպեսզի կարգալույծ արվեն ըստ ձեզ։ Այո, մենք ականատես եղանք ցավալի մի իրավիճակի, երբ հայ եկեղեցու 10 եպիսկոպոսներ հանդիպում ունեցան երկրի ղեկավարի հետ եւ Բագրատ եւ Միքայել սրբազանները իրենց ուղերձում շատ տիպիկ բնութագրել են եւ ես իրենց բնութագրումների հետ լիովին համաձայն եմ եւ կարծում եմ, որ նախ ամենաառաջինը վեհապարն ինքը կորոշի, թե եւ եպիսկոպոսական ժողովը կորոշի, թե ինչպես վարվել եպիսկոպոսների հետ եւ կարծում եմ, որ նրանք տարիների վաստակ ունեցող եպիսկոպոսներ են եւ շատ ցավալի էր առավել եւս ոմանց ներկայությունը այդ հանդիպմանը, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին իր տեղում կլինի, վստահ եմ։ Այս ընթացքում մենք գիտեինք, որ Արշակ սրբազանին պարբերաբար կանչում են հարցաքննության եւ ի վերջո մեկ այլ գործով կանչեցին հարցաքննության եւ այլ գործով ստացվեց, որ ձերբակալեցին իրավապահների այս քայլը, ինչպես կգնահատեք։ Ես բնականաբար սա ծիծաղ առաջացնող քայլ է իշխանությունների կողմից առավել եւս, որովհետեւ սա եւս մեկ անգամ փաստում է այս ձերբակալությունը եւ այս մեղադրանքը եւս մեկ անգամ փաստում է, որ այն կոմպրոմատները, որոնք հրապարակվել էին սրբազանին վերագրվող կոմպրոմատները, իջիկ դարձան այլևս։ Այսինքն, եթե վերագրվում է մի բան եւ ձերբակալվում է մի ուրիշ հոդվածով, բնականաբար փաստում է այն երևույթը, որ չկարողացան նրանով անել ինչ-որ մի բան, արեցին այս մեկով։ Եվ Արշակ սրբազանը վստահ եմ, այն եպիսկոպոսը չէ, այն սրբազանը չէ, այն բարձրաստիճան հոգևորականը չէ, որ որևէ անգամ որևէ ձևով որևէ բանից կարող է ընկճվել կամ վախենալ, եւ ես վստահ եմ, որ եթե նույնիսկ կալանքի տանեն, չի կոտրվելու եւ միանշանակ մնալու է իր տեղում որպես Արշակ սրբազան։ Երեկվանից խոսվում է, որ իշխանությունները չեն մարսել նրա նզովքը 2024 թվականի ապրիլի 23-ին, երբ հնչեցրեց, խնդրեմ ասեք, առհասարակ ինչ է նշանակում բարձրաստիճան հոգևորականի կողմից նզովքը եւ ինչու դա չեն մարսում։ Ընդհանրապես հայ առաքելական եկեղեցում նզովքը շատ ցավալի երևույթ է որևէ մեկի նկատմամբ։ Հայ առաքելական եկեղեցում շատ քիչ է այն կիրառվում նզովքը, բայց այնուամենայնիվ երբ կիրառվում է այն ժամանակ, երբ որ արդեն
ժողովրդական լեզվով ասած դանակը հասել է ոսկորին եւ բնականաբար պետք է որևէ ձևով միջամտել եւ միջամտվեց եւ Սրբազանը ես վստահ եմ որ երբևէ չի էլ հրաժարվի այն իր կատարած նզովքից եւ մինչեւ վերջ կգնա որովհետեւ հայ ժողովրդի կործանման տանող կարծում եմ իշխանությունները արժանի են դրան վստահ եմ եւ վստահ եմ որ կրկնելի է այդ ամենը այսքանը